Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրվել է սիմվոլիզմի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Մորիս Մետերլինգի կույրերը։ Բեմադրիչը այս տարվա շրջանավարտ Նարէ Մարտիրոսյանն է։ Բեմում են թատրոնի ավագ եւ երիտասարդ սերնդի դերասանները։ Ինչպես է ստացվել համագործակցությունը, կպատմեն նրանք։ Մեկ էլ անպայման փորձենք վերջին ձեր պարոն Հայ։ Ասում են, չէ՞, մեծերը ինչ ռեակցիա կտան, բայց այս դերասանախումբը այնքան արագ ոգևորվեց գործով, չնայած որ հեշտ չոգևորվեց, բայց արագ ոգևորվեց ու ամենակարևորը, որ ստացվեց, անսամբլի միանգամից ստեղծումն էր, ու կարծում եմ հենց այս գործում յուրաքանչյուրը համառեժիսոր դարձավ, միմյանց լրացնելով, ամեն մեկն իր երանգը բերելով ու շատ բավականին հետաքրքիր անցավ պրոցեսը։ Շատ հեշտ էր, մանավանդ Մետերլինգ, ես ինքս ունեցել եմ փորձ ուսանող տարիներին, որ էլի մասնակցել եմ Մետերլինգի ստեղծագործության մեջ։ Կարծում եմ, երբ Մետերլինգ ես բեմադրում, ամենաառաջին բանալին դա սիմվոլիկան է։ Այս գործը ի դեպ նաև աբսուրդի որոշ տարրեր ունի։ Ցավոք սրտի իրավիճակը, որը այստեղ է բեմում, ի սկզբանե պիեսում, հետո արդեն բեմում, միշտ բոլոր մարդկանց մեջ ակտուալ է, միմյանց չտեսնելը, միմյանց չճանաչելը, խնդիր է, որը միշտ կա։ Ես բեմում գտնվում եմ մոտ 1 ժամ, չունեմ ոչ մի խոսք եւ նման տեսակի մարդկանց խնդիրը, ասելիքը, ցավը տեղ հասցնելու համար պետք է օգտագործեմ այլ արտահայտչամիջոցներ։ Այս ներկայացման մեջ կան 5 նման դերակատար, 3 աղոթող կանայք, քահանան, նրանք նույնպես չունեն ոչ մի խոսք, չեն ասում խոսքով ոչինչ, բայց կարծում եմ ասում են ավելին, քան կարող էր ասել խոսքը։ Մեր կույրերը գտնվում են հանդիսատեսի հետ նույն հարթության վրա, ոչ մի բաժանող բան մեզ չկա, ու գաղափարը եղավ ոչ թե որ փոքր բեմում լինի, այլ որ մոտ լինենք հանդիսատեսին ու միմյանց հետ լինենք։ Կարծում եմ յուրաքանչյուրը երբ որ տեսնի ինչ է կատարվում բեմում, իրեն ոչ թե անջատելու է ու նայելու է ներկայացում կամ ինչ-որ պիեսի բեմադրություն, այլ հայտնվելու է հենց այս իրավիճակում յուրաքանչյուրիս հետ, որովհետև յուրաքանչյուրս նույնիսկ թատրոնից դուրս գալուց հետո մնալու ենք այս նույն իրավիճակում, մենք գտնվում ենք այնտեղ, որտեղ գտնվում են հիմա կույրերը։ Որտեղ եք ուզում եմ գալ ձեզ մոտ, խոսեք, որ լսեմ որտեղ եք։ Մարդիկ կուրացած չգիտեն ինչ են ուզում, ինչ են անում ու չեն տեսնում կողքինի դժբախտությունը, ոչ մի բան չեն ուզում, ձեռք մեկնեն օգնել ու դա մենք էլ տեսանք, տեսնում ենք, ասելիքը նրա մասին է, որ մարդիկ հոգեպես կուրացել են։ Այն հասարակությունում, որում ապրում ենք մենք, որտեղ բոլորը կորցրել են իրենց լույսը, հավատը, կորցրել են շատ հարցերի պատասխաններ, թե ով են, ուր են գնում, ինչ են փնտրում առհասարակ այս կյանքում, միշտ լինում են մարդիկ, ովքեր իրենց մեջ կրում են լույսը, կրում են հավատը, ունեն իրենց աշխարհը, բայց ցավոք նման մարդկանց մենք միշտ հասարակությունից դուրս ենք, բաց ենք թողնում ու պիտակավորում խելագարներ։ Քամին որտեղից է փչում։ Ծովից։ Բավական է մտածեք ծովի մասին։ Ինչպես չմտածեք ծովը հասնելու է մեզ։ Կարծում եմ յուրաքանչյուր խնդիր, որը տեղի է ունենում, ինչքան էլ մեծ ու գլոբալ լինի, շատ ավելի կարևոր է, թե ինչպիսին են մնում մարդիկ այդ խնդիրների ժամանակ։ Դրա համար էլ ինձ ավելի հետաքրքրել է այդ հարցը ու փորձել եմ այդ հարցը բարձրացնել։ Երեխա, լացելի, տեսնում է, եթե լացելին ուրեմն ինչ որ բան տեսել է, մի վախեցիր, մենք այստեղ ենք քեզ ենք։